Հալելույա, ողջույն սիրելի եկեղեցի, ողջույն թանկագիններ ջան, Աստված օրհնի ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, շնորհավորում եմ բոլորիդ սուրբ ծնունդը սիրելիներս, Տերը օրհնի ձեզ, մենք շատ կարոտել էինք այս ժամանակահատվածում, սպասում էինք այս հրաշալի օրվան, որ կգանք ու կհանդիպենք ձեզ, որովհետև դուք շատ թանկ եք մեզ համար, Աստված օրհնի, մենք այսօր միասին հավաքվել ենք Սուրբ Ծննդի կապակցությամբ, որովհետև դա մի կարևորագույն իրադարձություն է մեր բոլորիս համար, որը տեղի ունեցել 2025 տարի առաջ, մոտավորապես, որովհետև օրացույցի թվերի հետ կապված մեկը մի ժամանականշում, մի ժողովուրդ, մի ուրիշ ժամանականշում, բայց դա կապ չունի, որովհետև կոնկրետ թվի հետ կապված ոչ մեկ ճշմարտությունը չգիտի, բայց մոտավորապես հասկանում ենք, որ անցել է Հիսուս Քրիստոսի ծնունդից մոտ 2025 տարի։ Ու փառք Աստծուն, այդ հրաշալի իրադարձության համար, որովհետև այդ իրադարձությունը մեր բոլորիս համար ոչ միայն այստեղ նստածների, նաև դիտողների, նաև այն ժողովրդի, որ ապրում են ու դեռ չգիտեն, բոլորի համար մի կարևորագույն արարողություն է, իրադարձություն է, իրողություն է, որ տեղի է ունեցել, հա? Ու շատ անգամ մենք հարց ենք տալիս, ինչ է Սուրբ Ծնունդը եւ ինչ կարևոր նշանակություն ունի ամեն մեկիս համար։ Քեզ հետաքրքիր է, ինչ է Սուրբ Ծնունդը եւ ինչ կարևոր նշանակություն ունի, ինչով է նա կարևոր քեզ համար, քո կյանքում, ինչու համար է մեզ հարցադրումները դրել, որովհետեւ մարդիկ նշում են նոր տարի, Սուրբ Ծնունդ, ամանոր, լսել եք այդ արտահայտությունները, մանավանդ էս օրերին, ինչ են անում, մոտենում են ու ասում շնորհավորում եմ քո նոր տարին, քո ամանորը, քո Սուրբ Ծնունդը, բայց շատերը չգիտեն ինչ է նոր տարին, որտեղից է սկսվել, սկիզբ առել, ինչ է Սուրբ Ծնունդը եւ ինչ նշանակություն ունի։ Դրա համար ես միշտ հարցադրումներով եմ բերում, որովհետեւ ամեն մեկից ներսում կան այդ հարցերը։ Ուրեմն ինչ է Սուրբ Ծնունդ։ Բոլոր ազգերը կարծես թե տոնում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր ազգերը ու բոլոր ազգերի համար տոն է, ոմանց համար դա ասեմ առիթ է ուրախանալու, կներեք, որ սենց եմ ասում ուտել խմելու առիթ է, որովհետև նոր տարուն ում տուն մտնում ես սեղանները լի առատությամբ, մենք հասկանում ենք, որ այդ օրերը շատերի համար ուտել խմելու տոն է, ոմանց համար հնուց եկած սովորություն է, որովհետև ծնվել են, մեծացել են, տեսել են պապերից, ծնողներից եկած, դարձել է արդեն ծիսակատարություն, ադատ, եւ այդ տոնը տոնում են, բայց չգիտեն, թե ինչ է դա նշանակում ու ինչ կարևորություն ունի, հա, բայց մենք գիտենք, որ Սուրբ Ծնունդը ինքը շատ սերտ կապված է հենց Հիսուս Քրիստոսի ծննդի հետ, որ Հիսուս Քրիստոսի ծնունդով մենք մեր բոլորիս կյանքը սկսվում է փոխվել։ Հիսուս Քրիստոսի ծնունդով է, որ սկիզբ է առել մեր ծննդյան թիվը։ Հիսուս Քրիստոսի ծննդով է, որ սկիզբ է առնում մեր վերստին ծնունդը։ Հիսուս Քրիստոսի ծննդով է, որ մեր կյանքը նորոգվում ու փոխվում է եւ մենք մտնում ենք մի նոր ընթացքի մեջ։ Այնպես որ Հիսուս Քրիստոսի ծնունդով, եթե մենք խոսենք, իրականում ինչ է տեղի ունեցել, նայում ենք փաստերին եւ փաստացի հասկանում ենք, որ 2025 տարի առաջ մի մանուկ ծնվեց։ Կարծես թե ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չունեցավ, եթե մենք չխորանանք ու չկարևորենք այն ծնունդը, թե ինչի համար տեղի ունեցավ, հա? Բայց ուզում եմ ասեմ, որ ամենակարող, ամենազոր արարիչը, հավիտենության Աստվածը, թագավորների թագավորը, տերերի տերը, միակ Աստվածը, թողեց երկինքը, իջավ երկիր, եւ մարդկային մարմին առավ այդ մանուկի ծննդով եւ այդ մարմնավորվեց ու դարձավ մեզ նման, որպեսզի մեզ փրկություն շնորհի, որպեսզի մենք լինենք փրկված, որպեսզի մեր կյանքը փոխվի ու նորոգվի սիրելիներս։ Ահա թե ինչ տեղի ունեցավ 2025 տարի առաջ, երբ որ ծնվեց Հիսուս Քրիստոսը։
իրականում Աստծո գործերը անքննելի են։ Մենք չենք կարող Աստծո գործերը ամբողջովին մեր գիտակցությամբ, մեր գաղափարով, մեր հասկացողությամբ ընկալենք ու հասկանանք, որովհետև մենակ մի փաստ։ Ոնց կարար Աստված մարդկային մարմին հագներ։ Ոնց կարար կույսը հղիանար ու ծներ Հիսուս Քրիստոսին, որը Աստծո որդին է, որը սուրբ է։ Այսինքն Աստծո գործերը անքննելի են եւ շատ բաներ կան, որ մենք չենք կարող ընկալել ամբողջովին եւ շատ խորհրդավոր է։ Իսկ Սուրբ Ծնունդը այդ մեծ խորհրդի մի կարևորագույն մասն է կազմում, սիրելիներս։ Շատերը նշելով այս տոնը բաց են թողնում այդ իրադարձության կարևորագույն նպատակը։ Շատերն են նշում, բայց շատերը բաց են թողնում այդ կարևորագույն նպատակը, սիրելիներս։ Ես ինքս նույնպես, քանի դեռ Աստծո մեջ չէի եւ չէի ճանաչում Աստծո խոսքը, մենք ուրախությամբ սպասում էինք այս տոնին, բայց չգիտեինք նրա կարևորագույն խորհուրդը։ Մենք տոնում էինք, ուրախանում էինք, միմյանց շնորհավորում էինք, նվերներ էինք տալիս, բայց չգիտեինք, թե ինչ մեծ խորհուրդ ունի նա մեր անձնական կյանքում։ Ամեն։ Հովհաննեսի առաջին գլխում 14-րդ խոսքում ասում է. «Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածին փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը»։ Այո, Հովհաննեսի ավետարանը խոսում է նրա մասին ու ասում է. «Եվ բանը մարմին եղավ», երբ որ մենք կարդում ենք Հովհաննեսի առաջի գլխի առաջին խոսքից, ասում է, որ բանը սկզբում բանն էր եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Եվ բանը, այսինքն խոսքը, այսինքն Տիրոջ կենթանի զորավոր խոսքը, որը Հիսուս Քրիստոսն է, ասում Աստվածը, այդ Աստված մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Ահա թե որն է Սուրբ Ծնունդի կարևորագույն խորհուրդը, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսը եկավ, մարդկային մարմինը հագավ։ Այդ մանկան միջոցով ծնվեց ու մարդ դարձավ, որ բնակվի մեր մեջ։ Եթե կար ժամանակ, որ Աստված խոսում էր մարգարեների ու ծառայողների միջոցով, Աստված, կարելի է ասել, փոխեց այդ մեթոդը, փոխեց այդ ձևը, փոխեց ֆորմատը եւ գիտես ինչ, Աստված եկավ մարմին հագավ եւ Հիսուս Քրիստոսի միջոցով նա ուզում է, որ բնակվի ամեն մեկից ներսում։ Բնակվի ամեն մեկից ներսում, բայց մինչև Հիսուս Քրիստոսի ծնվելը, մինչև այս ծրագրի իրականություն դառնալը, Աստված արդեն իսկ դարեր առաջ մարգարեների միջոցով մարգարեացել եւ խոսել էր այն ամենի մասին, ինչ որ պիտի տեղի ունենար, ինչ որ պիտի կատարվեր։ Մինչև Հիսուս Քրիստոսը մոտավորապես 700-ից 600 տարի առաջ Եսայի մարգարեն մարգարեանում է եւ Աստված Եսայի մարգարեի միջոցով խոսում է ու ասում է Եսայի 9-րդ գլուխ 2-րդ խոսք. «Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մահվան ստվերի երկրումը բնակվողների համար լույս ծագեց»։ Աստված խոսում է մի իրադարձության մասին այստեղ, որ ի սկզբանե, երբ որ Աստված արարեց երկինքն ու երկիրը ու մարդկությունը ու կատարյալ արարեց, խավարը եկավ ու պատեց ամեն բան։ Խավարը եկավ ու բռնեց մարդկանց միտքը, խավարը վերցրեց, այսինքն մենք գիտենք Ադամի ու Եվայի մեղքի շնորհիվ մարդկությունը ընկավ անեծքի մեջ։ Մարդկությունը ընկավ Աստծո շնորհքից եւ մարդկությանը պատեց այդ խավարը, սատանայի դիվական ազդեցությունը, որի մեջ այսօր ողջ մարդկությունն է ապրում։ Եվ Աստված բազմաթիվ անգամ իր մարգարեների միջոցով, իր կենթանի խոսքի զորությունով մարդկանց փորձեց ուղղել եւ կանգնեցնել ճշմարտության ճանապարհների վրա, բայց մենք տեսնում ենք ու պատմությունը ցույց է տալիս Աստվածաշնչի, որ մարդը մեղքը ավելի սիրեց, քան սրբությունը, քան կատարելությունը, քան կատարյալ խոսքը։ Սիրելիս, մեղքը այսօր դարձել է մի այնպիսի գայթակղիչ հաճույք,
որ մարդիկ դժվարությամբ են հրաժարվում այդ մեղքից։ Մարդիկ դժվարությամբ են բաց թողնում ու մարդկանց համար մեղքն ավելի հաճելի դարձավ, քան Տիրոջ սրբությունը, որի մեջ մենք պիտի ապրենք, որի մեջ մենք պիտի հաստատում մնանք։ Ով է սիրում սրբություն։ Եթե իրականում մենք բոլորս ենք փափագում ու սիրում սրբություն, բայց ոչ միշտ է ստացվում մնալ սրբության մեջ։ Այսօր ամբողջ մեղքերի այդ ծանրությունը, սիրելիս, մեր ուսերի վրա է։ Եվ Տերը ինչ արեց։ Եվ Տերը մարգարեների միջոցով խոսեց իր ժողովրդի համար, ժողովրդի փրկության համար, որ կգա մեկը եւ լույս կծագի խավարում գնացող ժողովրդի վրա։ Եվ գրված ասում է, խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս կտեսնի, մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրումը բնակվողների վրա լույս ծագեց։ Եվ դեռ մինչև այդ լույսը կծագեր արդեն, իսկ Տերը իր խորհուրդները, իր ծրագրերն ու նպատակները հայտնում է ժողովրդին, սիրելիս։ Եվ Եսայի մարգարեության 9-րդ գլխի 6-րդ խոսքում ասում է, մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Հալելույա։ Եվ Տերը խոսում է, որ կծնվի այդ մանուկը, կծնվի մեկը, այն փրկիչը, որը պիտի ծնվի, որի միջոցով մենք կունենանք փրկություն, նրա անունը կկոչվի սքանչելի։ Ինչքան ենք կարոտ սքանչելի բաներին, հա։ Խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Եվ կանցնեն այս մարգարեական խոսքերից կանցնեն եւս մի 700-600 մոտավորապես տարի, ու հետո այս մարգարեությունը կդառնա իրականություն։ Եվ ինչպես ծնվեց Հիսուսը, եւ ինչ տեղի ունեցավ։ Մենք շատերս տեսել ենք ֆիլմերում, շատերս կարդացել ենք Աստվածաշնչի մեջ, բայց ուզում եմ այսօր նույնպես խոսեմ այդ պատմության մասին, այդ իրականության, իրադարձության մասին, որի շնորհիվ մեր կյանքը խավարից տեղափոխվում է դեպի լույս, որի շնորհիվ մահը դադարում է իշխանություն ունենալ մեր կյանքերի վրա։ Այո, այսօր տոն է, սիրելիս, եւ այդ տոնը միայն այսօր չի։ Այդ տոնը, երբ որ դու սկսում ես գիտակցել ու հասկանալ, հասկանում ես, որ ամեն օր Հիսուս Քրիստոսը քեզ հետ է։ Ամեն վարքյան Հիսուս Քրիստոսը քո սրտի ու քո կյանքի մեջ է։ Հիսուս Քրիստոսի ծնունդը դա մի արարողություն չի, որ ինչ որ ծիսական արարողություն մենք տոնենք ու անցնենք գնանք։ Հիսուս Քրիստոսի ծնունդը դա իրականություն է, որ այսօր եւ հավիտյան մեր սրտերի մեջ պիտի մնա հաստատված։ Ղուկասի ավետարանի առաջին գլխում 26-ից 28-րդ խոսքերում նկարագրում է Աստվածաշունչը, նկարագրում է Հիսուս Քրիստոսը, թե ինչպես ծնվեց։ Եվ այստեղ գրված ու Աստված ուղարկեց իր հրեշտակին, Գաբրիել հրեշտակին, եւ ուղարկեց հենց հստակ մի քաղաք, ասում է Գալիլեայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի կույսի մոտ։ Եվ երբ որ գալիս է Գաբրիել հրեշտակը հենց Նազարեթ քաղաք եւ գտնում է այնտեղ մի կույսի, որի անունը Մարիամ էր, հրեշտակը խոսում է Մարիամի հետ, նկարագրում է այստեղ, որ Մարիամը շփոթվում է, Մարիամը վախենում է, որովհետեւ ամեն անգամ չի, որ հրեշտակ ենք տեսնում։ Հետաքրքիր է, երբ որ դու տեսնես հրեշտակ, երբ որ քեզ հայտնվի հրեշտակ, ինչպես դու կվարվես։ Ինչ կլինի քեզ հետ այդ պահին։ Ու երբ որ հայտնվում է հրեշտակը, Մարիամը վախենում է, բայց հրեշտակը ասում է նրան. ողջույն, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ, Աստվածանից շնորհք գտար, եւ ահա կհղիանաս, եւ որդի կծնես, եւ նրա անունը Հիսուս կդնես։
Աստծո այս խորհուրդը շատ կարևոր է հասկանալ, որովհետև Աստված հենց այնպես բաներ չի անում։ Գաբրիել հրեշտակը գալիս ու գտնում է Մարիամին այն կույսին, որի միջոցով պիտի լույս աշխարհ գա մի մանուկ, որը կկոչվի Աստծո որդի, եւ որի անունը արդեն իսկ որոշված է՝ Հիսուս Քրիստոս։ Բայց մինչև այդ ամենը կատարվելը մենք տեսնում ենք, որ Եսայի մարգարեն մարգարեացել է սրա մասին։ Եսայի 7-րդ գլխի 14-րդ խոսքում գրված է, որ ասում է Տերը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա եւ մի որդի կծնի եւ նրա անունը կկանչեն Էմանուել։ Մինչև մի իրադարձություն կկատարվի Աստված ամեն բան արդեն ժամանակից շուտ հոգ է տանում։ Ու ժամանակից շուտ ծրագրել է Աստված, որպեսզի այդ ծրագիր, այդ նպատակը գա իր ժամանակին հասունանա, իրադարձություն դառնա եւ կատարվի։ Սիրելիս, այստեղ ես տեսնում եմ մի հետաքրքիր բան, երբ որ մենք ապրում ենք, ամեն մի օրը արթնանում ենք ու մեզ համար թվում է նոր օր, եւ մեզ համար անորոշություն է, եւ մեզ թվում է, թե մենք այսօր պետք է նոր ինչ-որ մի բան ստեղծագործենք։ Այո, պիտի ստեղծագործենք, բայց ուզում եմ քեզ տեղեկացնեմ, հենց այնպես չի, որ դու ծնվել ես ու լույս աշխարհ ես եկել։ Հենց այնպես չի, որ դու ապրում ես ու ամեն օր լույսը բացվում է քեզ համար ու մի նոր օր ես սկսում։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Աստված քեզ համար ունի յուրահատուկ եւ հետաքրքիր ծրագրեր, սիրելիս։ Եթե դու սկսում ես ճանաչել Աստծուն, եթե դու մտերմություն ես անում Տիրոջ հետ, ապա իմացի մի բան. Տերը արդեն քեզ համար բարի հաճելի կատարյալ բաներ ունի պատրաստած, բարի հաճելի կատարյալ ծրագրեր ունի ծրագրավորած, որ երբ որ դու կմտերմանաս Տիրոջ հետ, այդ ծրագրերը Տերը քեզ համար հայտնի կանի, սիրելիս։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Եսայի մարգարեն մարգարեանում ասում է մի մանուկ կծնվի մի կույսից եւ նրա անունը կկանչեն Էմանուել։ Ինչ է նշանակում Էմանուել։ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ։ Սիրելիս, երբ որ Հիսուսը պիտի ծնվեր, Հիսուսի ծննդյան խորհուրդը նրանում է կայանում, որ Աստված այդ ծնունդով Հիսուս Քրիստոսով գալիս ու բնակվում է մեզ հետ։ Մեր կյանքերը լցվում է Տիրոջ ներկայությունով։ Մարդիկ տոնում են Սուրբ Ծնունդը տարին մեկ անգամ, բայց չէ որ Հիսուսը, բայց չէ որ Աստված միայն Սուրբ Ծնունդի օրը չի ներկա։ Ինչ եք կարծում, Հիսուսը Սուրբ Ծնունդի օրը տարին մեկ անգամ գալիս իր ծնունդին ներկա գտնում ու հետո գնում կարևորագույն գործերով։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ շատերը տենց են մտածում։ Շատերը տոնում են ու մտածում են, ահա, մոտենում է Սուրբ Ծննդյան տոնը։ Մենք պատրաստվենք, ոմանք ծոմ են վերցնում, ոմանք մեղքից հեռու են մնում, ոմանք, չգիտեմ, իրենց սրբում են, մաքրում են, պատրաստվում են կերակուրներով եւ տարբեր բաներով, սպասում են, որ այդ տոնը մոտենա, տոնեն ու հետո արդեն նորից անցնում են իրենց առօրյա մեղքերին, գործերին, հոգսերին, խնդիրներին, բայց ինչ եք կարծում, Հիսուս Քրիստոսը միայն այդ օրը գալի ներկա գտնվում ու վերջ։ Գրված է, նրա անունը կկանչեն Էմանուել, որը կոչվում է Աստված մեզ հետ։ Սա նշանակում է, որ ոչ միայն այդ տոնին է Տերը ներկա, այլ Հիսուս Քրիստոսը, Տիրոջ ներկայությունը, Աստված իր գերբնական ներկայությամբ ամեն օր մեզ հետ է, սիրելիս։ Ամեն օր մեզ հետ է։ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին Ղուկասի ավետարանում 2-րդ գլխից նկարագրում է, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Մենք տեսանք, որ Աստված իր հրեշտակին, Գաբրիել հրեշտակին ուղարկում է եւ Գաբրիել հրեշտակը գտնում այդ կույս Մարիամին, որը նշանված էր Հովսեփ անունով մեկի հետ։ Իհարկե Հովսեփի համար դա շոկ էր։ Մենք այս պատմությունը, երբ որ նայում ենք, Հովսեփը անակնկալի եկավ եւ չգիտեր ինչ աներ, որովհետեւ իր նշանածը մինչեւ
իր հետ հանդիպելը արդեն հղի էր։ Բայց գրված է, որ Մարիամը երբեք տղամարդ չէր ճանաչել։ Բայց մենք գիտենք, որ Սուրբ Հոգուց հղիացավ։ Տիրոջ զորությունով, Տիրոջ զորությունը հովանի եղավ նրա վրա եւ Տիրոջ զորությունով Տերը նոր մարմին ստեղծեց նրա որովայնի մեջ եւ այդ մարմինը սկսեց զարգանալ, մեծանալ, աճել։ Եվ երբ որ Հովսեփը գրված է հետաքրքիր մի բան, Հովսեփը արդար մարդ էր, աստվածավախ մարդ էր։ Այնքան դուրս գալիս է, երբ որ այսօր ինչ որ մի անախորժություններ է լինում ընտանիքներում, ընտանիքները միանգամից գնում են բաժանության։ Այս ինչ բան է, սենց չէր, այն ինչ բան է, այնց չէր, բայց նրանք դեռ նշանված չլինելով, երբ որ այս իրադարձությունը իմացավ, Հովսեփը գիտեք ինչ տեղի ունեցավ։ Գրված Հովսեփը աստվածավախ մարդ էր ու նա չուզեց խայտառակել Մայրամին, որովհետև իրականում չգիտեր թե ինչ է տեղի ունեցել։ Ու երազում հրեշտակը գալիս է Հովսեփին, երևում է ու ասում, գիտես Հովսեփ, այն պտուղը, որ պիտի ծնվի Մայրամի որովայնից, դա Աստծո որդի պիտի կոչվի։ Նա Աստծո որդին, Աստծո ծրագրերն ու հրաշքներն այնպես որ մի վախեցի քո կնոջը վերցնես քեզ մոտ։ Եվ գրված է, որ Մարիամը իր կնոջը վերցրեց եւ նրանք այդ ժամանակ Օգոստոս կայսրը օրենք հանեց, որպեսզի նրանք բոլորը գնան եւ ամեն մեկը իր ծննդավայրում, իր քաղաքում գրանցվի։ Ու գրված է, որ նրանք Հովսեփը Մարիամի հետ գնացին իրենց քաղաքը, Ղուկասի ավետարան 2-րդ գլուխ 1-7 խոսքերը։ Եվ այն օրերին եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրիցը, որ բոլոր աշխարհը գրվի, գրանցվեն, եւ ամեն մեկը գնում էին իր քաղաքը։ Հովսեփն էլ Նազարեթ քաղաքից է գնաց Հրեաստան, Դավիթի քաղաքը, որ Բեթլեհեմ էր կոչվում, որովհետև նա Դավիթի տանից եւ ազգիցն էր։ Եվ երբ որ նրանք այնտեղ էին, Մայրամի ծնվելու օրերը լրացան, եւ իջևանում տեղ չլինելու պատճառով երեխան ծնվեց մսուրի մեջ, եւ նրան պատեցին խանձարուրով։ Եվ այն տեղում հովիվներ կային, դաշտումը մնացող, որ գիշերը իրենց հոտերը պահում էին, Տիրոջ հրեշտակը երևաց նրանց եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց եւ մեծ վախով վախեցան եւ հրեշտակը խոսեց. մի վախեցեք, որովհետեւ ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի։ Այսօր ձեզ համար փրկիչ ծնվեց Դավիթի քաղաքում, Քրիստոս Տերը։ Եվ սա կլինի ձեզ նշան. մի երեխա կգտնեք խանձարուրով պատած եւ մսուրի մեջ դրված, եւ երբ որ հրեշտակը նրանցից վերացավ, այն հովիվները շտապելով եկան եւ գտան Մայրամին եւ Հովսեփին եւ երեխային մսուրի մեջ դրված։ Գրված է, որ երբ որ գնացին Դավիթի քաղաքը Բեթլեհեմ, այսինքն որտեղ ծնվել էր Հովսեփը, գնացին Բեթլեհեմ, որպեսզի այնտեղ գրանցվեն, ասում այդ ժամանակ ծնվելու օրերը լրացան, եւ քանի որ բոլոր ժողովուրդը գնում էր քաղաքները գրանցվելու, հյուրանոցներում, կացարաններում, իջևանատներում էլ տեղ չկար։ Ու հետաքրքիր մի բան, զարմանում եմ Աստծո կատարելության վրա, Աստծո կատարյալ խորհուրդների ու գործերի վրա, որ Աստված մի յուրահատուկ նպատակ ունի մեր մեղավոր մարդկության համար, մեզ փրկելու համար, իր որդուն մարդկային մարմնի մեջ լույս աշխարհ բերեց, որ մենք փրկվենք։ Ու ասում ես Աստված է, կատարյալ, զորավոր, հավիտենության հայր, թագավորների թագավոր ու աստվածների Աստված, Երևակայի ամենալավ հյուրանոցը իր համար պիտի լիներ, ամենալավ կոմֆորտը պիտի իր համար լիներ, բայց Աստված յուրահատուկ խոնարհություն ունի։ Աստված խոնարհվեց, իջավ երկնքից ու ոչ թե լավ կահավորված հյուրանոցներում բնակվեց, այլ Հիսուս Քրիստոսը ծնվեց գոմում, մսուրի մեջ,
խանձարուրով պատված։ Ու տեսնում ես այստեղ Աստծո գերագույն խոնարհությունը, որ այնքան անհրաժեշտ է մեզ էլ այդ խոնարհությունը փոխանցվի։ Գիտես խոնարհությունը խոսքը ասում է, ով որ իրեն կբարձրացնի, Տերը կխոնարհեցնի։ Եվ շարունակում ասում ով որ իրեն խոնարհեցնի, Տերը կբարձրացնի այդ մարդուն։ Սիրելիներս, այսօր մենք ման ենք գալիս, փնտրում ենք մեր ապահովությունը, մեր կոմֆորտը, մեզ համար լավ լինի։ Ոչինչ որ ուրիշի հաշվին, բայց մեզ համար լավ լինի։ Սիրելիս, Տիրոջ խոսքը կատարյալ է ու Տիրոջ խոսքն ասում է, որ իրան կխոնարհեցնի, Տերը կբարձրացնի։ Եկեք ոչ մեկի հաշվին չփորձենք մեզ լավ լինի։ Եկեք աշխատենք մենք էլ Տիրոջ պես սովորենք խոնարհությունը։ Խոնարհվենք, որովհետև Տերը կբարձրացնի իր ժամանակին։ Եվ մենք տեսնում ենք այստեղ, երբ որ մանուկը ծնվեց այդ մսուրի մեջ խանձարուրով պատված, հրեշտակը երևաց մոտակա դաշտերում հովություն անող հովիվների, որոնք գիշերով իրենց հոտը հովում էին ու զարմանում ու ասում ես փարիսեցիներն ու դպիրները, ովքեր լավ գիտեին մարգարեությունները, ովքեր լավ գիտեին ու քննում էին խոսքը, նրանց չհայտնվեց Աստված, նրանց չհայտնվեց հրեշտակը, այլ հրեշտակը հայտնվեց հովիվների, ովքեր որ այդ գիշերվա կեսին հոտն էին հովվում։ Գիտես սրա մեջ էլ կա մեծ խորհուրդ սիրելիս։ Այս խորհուրդը նրանում է կայանում, որ միգուցեև խոսքը քննում էին, միգուցեև լավ գիտեին մարգարեությունները, բայց չունեին խոնարհություն, բայց չէին ճանաչում Տիրոջը, բայց չէին սպասում Աստծուն։ Գիտելիքները, միտեղ խոսքն ասում է, գիրը սպանում է, հոգին կենթանացնում։ Այնքան լավ է, որ գիրն ու հոգին միասին համատեղ են մեր կյանքում։ Գիտելիքները եւ Տիրոջ հոգին, Տիրոջ ներկայությունը միասին գործեն մեր կյանքի մեջ։ Եվ այդ հովիվները, երբ որ լսեցին ու տեսան, վազեցին ու գնացին ու գտան այդ մանուկին։ Մատթեոսի ավետարանի մեջ էլ գրված է նաև, որ ոչ միայն հովիվները եկան, այլ նաև արևելքից մոգերը քննելով ու տեսնելով Տիրոջ աստղը, որ ծագեց, հասկացան, որ մանուկը ծնվել է, պիտի գնան ու տեսնեն։ Ու գրված է, որ այդ մոգերը եկան, անցավ ժամանակ, եկան ու գտան Հիսուս Քրիստոսին ու Մայրամին եւ ընծաներ բերեցին։ Նրանց ընծաներն էին, գիտեք ինչ, ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Եվ ասում է, բացեցին իրենց ընծաներից ու Հիսուսին ընծաներ տվեցին։ Հետաքրքիր խորհուրդ ունի այս մոգերի, այս ընծաները, սիրելիս, որովհետև ոսկին դա խոսում է նրա մասին, որ նրանք Հիսուսին, այդ մանուկին պատվեցին որպես թագավոր։ Մանուկին պատվեցին որպես թագավոր։ Գիտես, դու երբեք չես գնա մեկի ծնունդի ու պատվես անենց, որ մտածես ինքը ապագայում թագավոր կլինի։ Բայց երբ որ Տիրոջ խորհուրդները բացվում է քեզ, երբ որ այս մոգերին երևաց Աստծո աստղը ու Տիրոջ խորհուրդները բացվեց նրանք հասկացան, որ այս մանուկը մանուկ չի միայն։ Այս մանուկը Տիրոջ զորավորն է, մեր Տեր ու Փրկիչն է, որ ապագայում մեր կյանքի մեջ մեծ ներդրումներ է ունենալու։ Եվ նրանք եկան ու բերեցին, որ ոսկին որպես թագավորի պատվեցին։ Կնդրուկը դա որպես Աստծուն պատիվ տալ, որովհետև քահանաները կնդրուկով ծառայում էին եկեղեցում եւ Աստծուն էին պատվում։ Եվ զմուրսը դա որպես մարդ, որովհետև զմուրսը դա օգտագործում էին, երբ որ մահկանացու մարդը մահանում է եւ նրա մարմինը զմրսում էին ու նոր հետո դնում քարանձավների մեջ կամ հողարկավորում, եւ այս 3 կարևորագույն ընծաները դրանք խոսում էին նրա մասին, որ եկել են պատվեն թագավորների թագավորին, տերերի Տիրոջը, որը
մարդկային մարմին հագավ, որպեսզի մեզ կարողանա տանի դեպի փրկություն։ Հովհաննեսի 3-րդ գլուխ 16-ից 17-րդ խոսքերը նույնպես բացում է Տիրոջ կատարյալ խորհուրդների նպատակը։ Ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատե, այլ աշխարհը նրանով փրկվի։ Աստված իր միածին որդուն ուղարկեց, որովհետև մեզ շատ է սիրում։ Աստծո սերը երբեք չի դադարում։ Աստծո սերը երբեք չի վերջանում, սիրելիս։ Եվ նա ուղարկեց իր միածին որդուն, որ ամեն նրան հավատացողը, այստեղ կարևորագույն մի բանալի խոսք կա, ամեն նրան հավատացողը։ Եթե խոսենք ու խոսեցնենք մարդկանց, ամեն մեկն էլ գիտի Հիսուս Քրիստոսի անունը։ Ամեն մեկն էլ միգուցե ոչ բոլորը, բայց շատերը գիտեն ինչ է Սուրբ Ծնունդը, ու ասում են, դե Սուրբ Ծնունդը նա է, որ մի մանուկ ծնվեց, Հիսուս Քրիստոսը։ Ու հարցնում եմ, դու հավատում ես Հիսուս Քրիստոսին։ Դու հավատում ես, որ նա զորավոր կենդանի Աստված է, ու նա հիմա այստեղ է, քո կյանքի մեջ։ Ու շատերը չեն հավատում, ու շատերը չգիտեն, ու շատերը գիտեն պատմությունը, գիտեն գիրը, բայց չեն ճանաչում կենդանի Աստծուն։ Բայց ասում է, ով որ նրան հավատա, չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Միտեղ ավետարաներում գրված ասում է, մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատով, որ դատում եք, դրանով պիտի դատվեք։ Ու մենք տեսնում ենք, որպես դատավոր ավելի շատ իշխանություն ունի Աստված ու ավելի շատ իրավունք ունի, կատարյալ, անսահմանափակ իրավունք ունի Աստված մեզ դատելու, քան թե մենք, որովհետև մենք բոլորս մեղավոր ենք։ Բայց այսօր մենք մեզ վերապահում ենք, իրավունք ենք վերապահում դատելու։ Դատում ենք, ով որ մեր դուրը չի գալիս։ Դատում ենք ամեն բան, դարձել ենք դատավորներ։ Բայց Տիրոջ խոսքն ասում է, որ Հիսուս Քրիստոսը չեկավ աշխարհը դատելու, նա եկավ փրկության համար։ Եկեք մի կողմ դնենք մեր այդ դատերը, եկեք մի կողմ դնենք այդ հակառակությունները, ու մենք էլ փորձենք դառնանք փրկության առիթ շատերի համար, սիրելիս։ Փրկության առիթ շատերիս համար։ Հարց, եթե Հիսուս Քրիստոսը չի եկել դատելու, այլ եկել է փրկելու, այդ ժամանակ հարցը սրանում է, որ իշխանությունով ես դու դատում քո կողքի քրոջը, եղբորը, հարազատին, բարեկամին, ընկերոջը, որ դատով ես դատում։ Եթե Տիրոջից չի այդ դատը, այլ Տերը եկել է փրկելու, այսօր ամեն մեկս կարիք ունենք փրկության, սիրելիս։ Այսօր ամեն մեկս կարիք ունենք Տիրոջ ներգործության մեր կյանքի մեջ, որ մեր ներսում ամեն հպարտություններն ու բարձունքները խոնարհվեն ու Տիրոջ խոնարհությունը բարձրանա մեր մեջ։ Հովհաննես 3-րդ գլուխ 15-րդ խոսքում նույնպես ասում է, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Սուրբ Ծնունդը իրականում բարի եւ ուրախ լուր է ամեն մեկիս համար, սիրելիներս, որովհետեւ Աստված մեզ չթողեց բախտի կմահաճույքին։ Աստված մեզ չթողեց, այլ եկավ, որ ազատի մեզ մեղքի եւ ատելության հավիտենական տանջանքներից ու մահից։ Մեղքի, ատելության հավիտենական տանջանքներից։ Հովհաննեսի 3-րդ գլուխ 18-րդ խոսքը ասում է, նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո
միածին որդու անունին։ Սա խոսում է նրա մասին, որ միայն Հիսուս Քրիստոսով է, որ մեր կյանքը սկսում է նորոգվելու, փոխվել։ Երբ որ Հիսուսը ծնվեց, ու երբ որ մոգերը եկան, առաջի հերթին մոգերը եկան թագավորի մոտ, Հերովդեսի մոտ, մտածելով, որ թագավորական պալատում պիտի թագավորի ժառանգ ծնվի։ Բայց երբ որ Հերովդեսը իմացավ այդ ամենի մասին, գրված է, որ խուճապի մատնվեց, խառնվեց իրար։ Ու գրված է, որ ողջ ժողովուրդը նրա հետ միասին խառնվեցին իրար։ Սիրելիներ, շատերի կյանքում, երբ որ ասում ես կուզես Հիսուսը դառնա քո Տերն ու Փրկիչը, խառնվում են իրար։ Ասում ես արի եկեղեցի, հանդիպի Հիսուսին ու Հիսուսը թող դառնա քո Տերն ու Փրկիչը ու կյանքդ կնորոգվի ու կփոխվի։ Շատերը վախենում են, խառնվում են իրար։ Հերովդեսը աշխարհի խորհուրդը ունի, դիվական աշխարհի խորհուրդը, որը չի ցանկանում, որ Հիսուսը ծնվի։ Ու Հերովդեսը գրված է, որ զորք ուղարկեց, որպեսզի մինչև 2 տարեկան երեխաներին, նորածիններից մինչև 2 տարեկան երեխաներին կոտորեն, սպանեն, որ այդ Փրկիչը չծնվի։ Գիտես, սատանան նույնպես խառնվում է իրար, մեղքը խառնվում է իրար ու թույլ չի տալիս, որ Հիսուսը քո կյանքում ծնվի։ Բայց միայն Հիսուս Քրիստոսի ծնունդով է, որ մեր կյանքը նորոգվում ու փոխվում է, սիրելիս։ Երբ որ մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսին, մեր կյանքը ամբողջովին նորոգվում է։ Մեր կյանքը ամբողջովին բժշկվում է։ Ասում է, խավարում գնացող ժողովուրդը լույս տեսավ։ Խավարում գնացող ժողովրդի կյանքում Տիրոջ լույսն է ծագում։ Այդ Տիրոջ լույսը թող այսօր ավելի լուսավորի ու ավելի զորավոր կերպով առաջնորդի քեզ Տիրոջ կատարյալ ճշմարտության ճանապարհների մեջ։ Երբ որ հանդիպում ես Հիսուս Քրիստոսին, ահա թե ինչեր է տեղի ունենում։ Ես նորից կընթերցեմ Եսայի մարգարեության 6-րդ գլխից եւ մարգարեության մեջ գրված այն բոլոր խոստմունքները կթերցեմ, որոնք Հիսուս Քրիստոսի հանդիպումից հետո սկսվում է իրականանալ մեր կյանքում։ Սիրում ես, որ մեկը քեզ բան է խոստանում ու խոսքի տերն է լինում։ Օրինակ, կուզես մեկը քեզ մի հատ այնպես լավ բան խոստանա, ասի, գիտես, քեզ մի հատ կվարձիրա եմ 4 սենյականոց նվիրում, մի հատ էլ Bentley, Mercedes, լավ, ով ինչ սիրում է այդի։ Ով ինչ է սիրում, ձեր մտքում պահեք ու պատկերացրեք մեկը խոստանում է քեզ։ Հիմա ինչ սպասումով կսպասես դրան։ Ով գրանցում չունի, ասի գրանցում եմ խոստանում, ով տուն չունի, ասի տուն եմ խոստանում, ում առողջությունապես ասի առողջություն եմ խոստանում, ում մեծ ֆինանսները անհրաժեշտ ասի մի հատ Սբերբանկը քեզ եմ խոստանում նվիրեմ։ Հիմա պատկերացրեք, մեկը քեզ խոստացել է, ինչ սպասումով կսպասես։ Սպասես թե ոչ։ Սիրելիս, չգիտեմ ով ինչ է քեզ խոստացել, բայց ուզում եմ ասեմ, որ Աստված հավատարիմ է։ Աստված հավատարիմ է իր խոստմունքներին։ Աստված հավատարիմ է իր խոստմունքներին ու գիտես, Եսայի մարգարեի միջոցով Տերը իր խոստմունքները բացեց մեզ եւ ասում է, ով որ թույլ կտա, որ Հիսուս Քրիստոսը դառնա իր Տեր ու Փրկիչը, ով որ կհավատա ու կբռնվի այդ խոսքերից, այս խոստմունքները կդառնա նրա կյանքում իրականություն։ Եսայի մարգարեության 9-րդ գլուխ 6-րդ խոսքում նորից կարդում եմ. որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենության Հայր, Խաղաղության Իշխան։ Ու դու գիտես ինչ կա այս ամեն մի անվան մեջ թաքնված հավատացողի համար։ Հիմա ինչ որ կա այս անունների մեջ թաքնված հավատացողի համար, հիմա կկարդամ։ Ովքեր հավատում են, խնդրում եմ վերցրեք այս խոսքերը։
ովքեր հավատում են այս խոստմունքներից պինդ բռնվի, այսօր թող սա դառնա քեզ համար մի հատ խոսք, հիմք, որի վրա կկառուցես քո ամբողջ կյանքը։ Չեմ ուզում ասեմ քո այս տարին թող կառուցվի դրա հիման վրա, որովհետև տարին չի վերջանում, այլ Հիսուս Քրիստոսով սկսվել է մեր փրկությունը, ու մինչև աշխարհի վերջ Հիսուս Քրիստոսը իր խոստմունքներով ներկա է քո կյանքի մեջ, սիրելիս։ Հիմա վերցրու ես խոստմունքները։ Եսայի մարգարեության 40-րդ գլուխ 31 խոսք։ Գրված է, բայց Տիրոջը ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան, արծիվների պես, կվազեն եւ չեն վաստակի, կգնան եւ չեն հոգնի։ Հալելույա։ Այս մեկ խոստմունք, որի մեջ մի քանի կարևորագույն բաներ կա, ասում է, բայց Տիրոջը ապավինողները, Տիրոջը վստահողները, Տիրոջ վրա հույս դնողները, այստեղ կան այդպիսիներ։ Եթե դու ապավինում ես Տիրոջը, ապա Տիրոջ խոսքը նա ինչ է ասում։ Մի կողմ դիր իրականությունդ։ Վերցրու Տիրոջ օրհնությունները։ Ասում է կնորոգվեն ուժով։ Եթե թույլ ես, տկար ես, թևերը թուլացել է, ոտքերդ էլ չի պահում, կնորոգվեն Տիրոջ ուժով, եթե ապավունում ես Տիրոջը։ Տիրոջ ուժը գալիս է քեզ վրա հիմա։ Ասում է թևերով վեր կսլանան, արծիվների պես։ Եթե դու մտածում ես արդեն քո թռիչքն ավարտվել է ու վայրեջք ես կատարել ու արդեն գնում ես դեպի անկում, Տիրոջ խոսքն ասում է, եթե դու ինձ ապավինում ես, ապա թևերով վեր կսլանաս արծիվների պես։ Սա գիտես ինչ է նշանակում։ Քո լուսավոր ու պայծառ ապագան Տեր առջևում է։ Տերը քեզ չի տեսնում վերջացած, Տերը քեզ տեսնում է ժայռերի վրա, վերևներում սլացող արծիվի պես մի գերագույն մարդու, որ ապավինում ես Տիրոջը։ Շարունակությունը ասում է կվազեն եւ չեն վաստակի, կգնան ու չեն հոգնի։ Փառք Տիրոջը։ Եսայի մարգարեություն 42 գլուխ 16 խոսք, խոստմունք, որը անհրաժեշտ է վերցնել։ Այսինքն նրանք, ովքեր Տիրոջը ապավինում են, եւ կույրերին պիտի մանացեմ իրենց չգիտեցած ճանապարհներովը, նրանց չգիտեցած շավիղներովը առաջնորդելու եմ, նրանց առաջին խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը հավասարեցնելու եմ։ Խոսում է տեսիլքի մասին, ասում է կույրերին պիտի մանացեմ իրենց չգիտեցած ճանապարհներովը։ Եթե քեզ համար դեռ դու չես տեսնում քո ապագան վաղվա օրը, այլ ապրում ես իմիջայլոց, Տիրոջ խոսքն ասում է այդ կուրությունը վերացնելու եմ, լույս եմ ծագեցնելու քեզ վրա ու մանացելու ձեր չիմացած ճանապարհներով, սիրելիս։ Այն որ դու չես տեսնում, չգիտես, չես էլ պատկերացնում, Աստված նորանոր հայտնություններ ու ճանապարհներ է տալու քեզ։ Նրանց առաջին խավարը լույս եմ դարձնելու ու դարուփոսը հավասարացնելու եմ։ Ամեն խոչընդոտ, ամեն բլուրներ, ամեն սարերը խոնարեցնելու եմ ու ամեն փոսերը լցնելու եմ, հարթեցնելու եմ քեզ համար ճանապարհ, եթե դու վստահում ես Տիրոջը։ Ահա թե ինչ խոստմունքներ է տալիս Տիրոջ խոսքը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդով մեր կյանքում, սիրելիս։ Եսայի մարգարեություն 44-րդ գլուխ 3-ից 4-րդ խոսքերը ասում է, որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա եւ իմ օրհնությունը քո զավակների վրա, եւ դու պիտի ծլես խոտերի մեջ, ինչպես ուռիները ջրերի վտակների մոտ։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը, սիրելիս։ Եթե աշխարհը իմանա, թե ով է ծնվել 2025 տարի առաջ ու ինչ հրաշալի օրհնություն է ու փրկություն
Հիսուս Քրիստոսը մեր բոլորիս համար ու ինչ խոստմունքներ կա Տիրոջը ապավինողների համար, երևի դահլիճները լիքը լիներ, եթե հասկանային։ Այսօր սիրելիս, Հիսուս Քրիստոսը թակում է ամեն մեկի սրտի դուռը։ Թակում է ամեն մեկի սրտի դուռը, որպեսզի ամեն նրան հավատացողը լույսի մեջ հաստատվի, խավարից ազատվի, ամեն կապանքները քանդվեն ու փրկություն գա այդ մարդկանց կյանքի մեջ։ Մենք խոստմունքներ ունենք թաքնված, բայց շատերը չգիտեն դրանց մասին։ Շատերը չեն վերցնում, շատերը ապրում են իմիջիալոց, առանց հույսի, առանց տեսիլքի, առանց հավատքի, բայց Հիսուս Քրիստոսի ծնունդը փոխեց մեր կյանքը։ Հիսուս Քրիստոսի ծնունդով փոխվեց աշխարհը։ Հիսուս Քրիստոսի ծնունդով լույս եկավ։ Մի նոր շունչ, զորություն, որովհետև սիրելիներս, Տերը հրաշագործ է, Տերը հրաշալի է։ Եվ Տերը այսօր մեր կյանքի մեջ ու հավիտյան։ Խնդրում եմ պինդ բռնես Տիրոջ խոստումքները։ Խնդրում եմ քո ամեն դժվար իրավիճակների մեջ վստահես Աստծուն։ Գիտես, ասում է խոսքը, երանի նրանց, որ չտեսան, բայց հավատացին։ Դու երանելի ես։ Դու երանելի ես, սիրելիս։ Այն որ ասում է թաքուն ասեմ, երկինքը չլսի։ Դու աշակերտներից երանելի ես։ Առաքյալներից, որովհետև նրանք տեսան ու հլմեշներն էլ թերահավատներ էլ կային։ Բայց դու երանելի ես։ Տերը օրհնի քեզ, սիրելիս։